Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք իմ ընտանիքի ամենասիրած հավով ուտեստներից մեկը, որը մի քիչ ուղղակի թեթև տապակում ենք հավը ու հետո դենց սոս ենք պատրաստում, որ ձեր մատները հետ եք ուտեք։ Այսինքն մի խոսքով եւ հավը որակովա լինելու եւ համով, իհարկե մենք զանգեզուրի հավն ենք օգտագործելու, իսկ սոսը իդեալական ձեր համար favorite top 1 սոս կլինի եւ կարծեմ այդ բաղադրատոմսը կսովորեք, միջև կյանքերնուց վերջ ամեն ինչի հետ կգործածեք, այնքան համով։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է կես կիլո հավի կրծքամիս, 1 բաժակ լոլիկի ճիր իրաց հետի մեջ, մի քիչ ազատկեր կամ մաղդանոս, 1 հատ կարմիր սոխ, 200 գրամ պարմեզան, 200 գրամ սերուցք, 6-ից 8 բջեղ սխտոր, քառորդ բաժակ քինի։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղուձու եւ պապրիկա եւ իհարկե ցիտապտղից հետ։ Հավը արդեն կարող ենք հանել ու մի քիչ զարնել կամ տապակացնել։ Մոտավոր քանի որ կես կիլո պետք է օգտագործենք, մի հատ բերում ենք մեր տապակացնողը, հատ լավ, մեր հավը տապակացնում ենք։ Տապակացնում ենք, որովհետև ինքը ավելի շուտ է եփվում ու մենք ավելի վստահ ենք լինում, որ հավը եփվեցավ։ Ու մի հատ էլ կախնիկ ասա, որ իր համեմուկը ավելի լավ քաշում է ներս։ Մի քիչ էլ եմ անում, արդեն պատրաստ է։ Ես երևի սենց անեմ, մի կտոր և 2 կտոր։ Հավերի վրա պետք է ավելացնել աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ և մի թեթև տապակած ժամանակից ցիտապտղից հետ։ Հիմա դրա համար, որովհետև տախտակը մենք հավերը կտրատեցինք, պետք է ուղարկենք և լվանանք, շատ լավ լվանանք, իհարկե ABC-ով լվանանք ու հետ վերադառնանք, որպեսզի ապախով մեր գործը շարունակենք։ Մի հատ առաջ սերքերնից լվանանք, իսկ հետո տախտակը։ Դե ինձ սիրելիներս, համեմում ենք հավը։ Աղը թրեցինք բղբեղը և կարմիր բղբեղը։ Սև բղբեղը ավելի քիչ ենք դնում, իսկ կարմիր բղբեղը նախընտրելի է պապրիկա, բայց եթե կուզեք կծու լինի, կարող եք կծուն ավելացնել։ Հիմա մի հատ այսպես մատով անում ենք ու ֆրացնում ենք մյուս կողմ։ Ու իրար վրա ենք դնում, երբ որ իրար վրա դնենք, մեկը մյուսին համեմունքը իրար կփոխանցի։ Էս ցես գախնիկ, բայց ամենավրայինը քանի որ չունենար, միայն ամենավրայինին գտնենք։ Ուպս։ Հիմա կբացենք, տեսեք, բոլորը համեմունքով են։ Պատրաստ էր մեր հավերը։ Մի հատ կրամոջարվեմ ու սկսենք։ Կարող ենք մենք կտրատել սպանախը, իսկ սպանախից հետո կարող ենք կտրատել չոր լոլիկը կամ լոլիկի ճիրը։ Սպանախը մեկը ինքը, երբ որ եփվում է, փոքրանում է, փսկում է, դրա համար ոնց կուզեք կտրատեք, բայց ես մանր եմ կտրատում։ Այսպես։ Մեր սպանախը պատրաստ է։ Հիմա անցանք չոր լոլիկին։ Չոր լոլիկը, քանի որ ընդհանրապես շուկայում մեծ են, պետք է կտրատենք 2 կամ 3 մասի, այսինքն ինքը մանր պետք է լինի։ Դրա համար ես կարող եմ ցույց տալ
Ես ընդհանրապես սիրում եմ մի հատ մեջտեղից, այսպես, մի հատ էլ այսպես, 3 մասի։ Այսպես ինքը փոքր կարակուսիներ է լինում։ Եվ ինքը հարմար է լինում ուտելուց, եւ ինքը լավ տարածվում է բոլոր ուտեստի մեջ։ Հիմա ես քանի որ իմ դեկարկետս չոր լոլիկն է, ես հիմա չեմ թիմանում, ուզում եմ ուտեմ, բայց պահում եմ ես ինձ, որպեսզի այդ ամեն ինչը ճաշի մեջ ավելանա եւ ես ոչ մի բագաս չոր լոլիկով ուտեստ չուտեմ։ Իսկ այս կարմիր գույնը հիշեցնում է ինձ Smiley Sweet-ին։ Չգիտեմ այսօր ինչ համովություն կասեք փորձեի։ Երևի այսօր կփորձենք այդ ելագի ջամով բսկուիտները կամ թխված կապլիկները։ Մի խոսքով այս կարմիր գույնի արիթով երևի մի քիչ հետո հիմա տապակած ժամանակս կգնամ մի հատ կբացեմ։ Այն էլ սուրպրայզ կլինի, անակնկալցեզի, հիմա չեմ ասելու որն եմ բացելու։ Այ իմիջայլոց այս չոր լոլիկները մեր տեղական հայկական լոլիկներն են։ Եթե մենք ճիշտ իրենց մշակենք, այնքան համով է լինում, քանի որ ինչ եմ ասում դες, որով ես սկզբում միշտ իտալական էի օգտագործում, որովհետև իտալական չոր լոլիկները ավելի սենց լինում են մսոտ։ Իսկ հայկականը ոչ, բայց հետո տեսա, որ մշակման ձևից կապ ունի։ Եթե լավ մշակենք, կունենանք մենք էլ շատ համով լոլիկներ։ Տեսնում ենք, որ ստեղ տաքացել է, ավելացնում ենք ցիտաբտղից հետ։ Իսկ ցիտաբտղից հետը հանգիստ ավելացնում ենք, որովհետև երբ որ տապակվին մեր հավերը վերցնենք, նույն տապակի մեջ շարունակելու ենք։ Պետք է թողնենք, որ լավ հանգիստ տապակվի, հետո արդեն կդարձնենք մյուս կողմ։ Իսկ մենք կարող ենք մանրացնել սոխը։ Ահա մեր կարմիր սոխը։ Պայման չէ շատ մեծ կամ փոքր, ոնց ուզեք, բայց ես տենց մանր կուբիկներ եմ անում։ Կարող ենք այսպես մի քանի հատ շերտ անել ու կտրատել։ Մի քիչ էլ ենք մանրացնում, արդեն պատրաստ է։ Ամեն ինչ ցերկի տակ որ ունենում ենք, շատ հեշտ է լինում իրականում։ Նայում ենք մի հատ հավերը թեր կուզեն, նորեն հավերի դակությունը մի կողմ է, կարամ սենց անեմ, որ Վահակը կարողանա նկարի, իսկ այս ամեն ինչի համեմունքը շատ կարևոր է, իհարկե մենք օգտագործել ենք մարալիկի աղսև բողբեղը, կարմիր բողբեղը, որովհետև ինչպես որ տեսնում եք, ստեղ մեծ համեմունքներ չկան, պետք է դենց համեմունքներ լինի, որ մեր համովությունը, այսինքն բանջարեղենի կամ ինչ-որ ուրիշ կանաչի համը չմերցնենք եւ օգտագործենք որակով համեմունք եւ շատ չօգտագործենք քիչ համեմունքի միշտ բարդականությունը քիչ ավելանալով մեծ էֆեկտ տալն է այսինքն մի խոսքով իր աստեցությունը ճիշտ պետք է լինի Մի հատ երևի ես ձարավ եմ զգում, գնամ մի հատ ջուր խմեմ։ Իրականում ես սիրում եմ զանգեզուրի հավերը, որովհետև ես հավը համեմելուց, երբ որ տապակում եմ, արդեն ինչ-որ հոտ եմ առնում, ու այդ հոտը ինձ սկացնում է ինչքանով է թարմ հավերը, ու զանգեզուրի հավը ամեն անգամ, որ ես այսպես տապակում եմ, արդեն առնում եմ շատ համով հոտ։ Այնտեղից արդեն զգում ես հավի որակը։ Կարող ենք անել։ Ավելացում ենք սոխը։ Սխտորը։
Հատ խառնում ենք։ Արդեն ինքը բոլոր այս համերը հավաքեց այս րոպեին։ Մի թեթև ավելացում եմ աղ։ Սեպապեղ։ Ոայ, ինչ հոտեր եմ։ Քիչ մկարմիր բիբեր կամ պղպեղ խառնում եմ, մի քիչ թողնում եմ տապակվի 2 րոպե։ Իսկ այս տապակվելուց արդեն մենք ինչ ենք անելու, հիմա պետքա դիգլեյզ անենք մեր տապակը, այսինքն դիգլեյզը այն իմաստն է, որ այդ համերը եւ այդ յուղերը, որ կա հիմա այս տապակում, ինքը հավաքվի եւ դառնա սոսի մեջ։ Դրա համար միշտ ավելացում ենք կամ գինի, կամ ինչ-որ քացախի տեսակ, կամ սիտրուսի տեսակ, կամ ջուր։ Խառնում եմ։ Ավելացում ենք սպանախը։ Խառնում եմ։ Արդեն մի քանի րոպեին սպանախը գիտեք, որ ինքը իջնում է, այսինքն դենց երկար ժամանակ պետք չունի ընդհանրապես սպանախը, որ եփվի։ Այս համերը հավաքեց, ամեն ինչ նորմալ է, գինին հոդը համը առնում ենք, հիմա արդեն 4 լոլիկը։ Խառնում եմ։ Տեսեք հելը կույները։ Ես այս վիճակին մի քիչ եմ սևապեղ ավելացում։ Ընդհանրապես ես ճաշերի ժամանակ էթափ բայ էթափ կամ քայլ առ քայլ եմ ավելացում, որովհետև ամեն մեկ նոր բաղադրիչ գալուն պետք է տենց բալանսավորենք համերը։ Մի քիչ էլ աղ։ Աղը շատ չեմ անում, որովհետև մեկ-մեկ լինում է, որ մեր շիրերը կամ լոլիկի շիրը օրինակ աղ է լինում, դրա համար պետք է այդ համերը ուշադիր լինենք։ Մի 2 րոպե թողենք, եփի ու արդեն կավելացնենք սերուցքը։ Յամի! Շատ լավն է։ Գնացինք։ Սերուցքը եկավ, ծայները գնացին։ Հիմա հեսա իրար կհասկանան հիմա ու հետո կամուստանան։ Ավելացում ենք պարմեզանը։ Մոտավոր կես բաժակ կարող եք ավելացնել, ինչքան ավելացնեք, այնքան համով է լինում։ Յամիտո։ Ով պատկերացնում ես համովությունը։ Ով շաղիկը։ Խառնում եմ։ Տեսակ ոնց նշանվեցան եւ ամուսնացան։ Արդեն մատուցման։ Դե մատուցել իհարկե ոնց դուք կցանկանաք, բայց օրինակ ես հիմա ասենց վրա եմ դնելու։ Ու հետո ավելացնելու եմ սոսը։ Ուպս։ Չի թիմացավ ընկավ մեր ընկերը։ Այսպես։ Մի հատ նայեք եւ պատկերացրեք։ Ամբողջական չեմ լցնելու, որպեսզի մեր նկարների մեջ էլ հավին մասը ելլե, տենց չլինի, որ հավը չերևա։ Դուք արդեն կարող եք պատկերացնել։ Իսկ ստեղ մի քանի հատ ազատ կեղ, ուղղակի զարդարանքի համար։ Այսպես։
Եվ այսօրվա պաղադրատոմսը հավով, սերուցքային սոսով ուտեստը պատրաստ։ Դուք էլ պատրաստակ եւ վայել։ Բարեխոշակ։ Դե իմ սիրելիներս, այսօրվա մեր պաղադրատոմսը արդեն հասել է իր ավարտին եւ հասել է այն մագարտակին, որ խաղիկը արդեն իրեն ուդի եւ վայելի եւ միևնույն ժամանակ դուք նույնը պատրաստեք։ Հիմա ես վերցնում եմ մի հատ, կտրում եմ, նայեք ինչքան փափուկ է հավը, մի հատ սոս, դուք էլ եք իմ նման գլխավոր ափսեից սոսը վերցնում։ Բրավո Զանգեզուր, բրավո Մարանիկ, բրավո Սիլ, մնացեսի ուտելուց հետո կնամ միան դեպ իմ ուզածը, այսօր վերցեմ ընդեղից և ուտեմ Smiley Sweet-ի, ճաշ պատրացեցինք, կրանք կաղցերը բրանք, երևի ես բրյոշները կնդրեմ, Smiley Sweet-ը կրելած էր օրվա կաղցեր ժպիտ, հիմա պանալուց և ուտելուց հետո է այդի, պատում ենք, փափուկ է, չամիչովը, կես չէ, լավն է, դե ինչ, ես գերա խմեցի, ուրախ զվարթ վայելեցի, դուք էլ գնացեք ձեր կյանքը վայելեք, մեր հետ, մեր պաղադրատոմսերի հետ և մեր գործընկերների հետ, ստեսություն։